Ես խոսքս կուզենայացնել օրվա ամենակարևոր առարկայական լուրով, որ շատ ուզում է թե հանրությանը, թե հասարակությանը, թե մեր օպոնենտներին։ Սամվել Կարապետյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը սկսել է հրաժարման գործընթաց իր երկու քաղաքացիություններից՝ Հունաստանի եւ Ռուսաստանի, եւ ինչպես մենք բոլորիս մեջ տպավորված է որպես զտարյուն հայ, որպես մաքուր տաշիրցի, լոռեցի ու մեծանուն հայ, ինքը Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ազգին ծառայելը համարում է գերակաշա եւ շարունակում է փոփոխությունների այն ընթացքը, որ բերելու է ինքն իր հետ։ Երբ ամեն անգամ մենք բարձրանում ենք դատարան, մեզ թվում է ինչքան շուտ գանք հնարավոր է մեքենայի տեղ լինի կամ կանգնելու տեղ լինի։ Բայց ի հեճուկս մեր մտածածի մենք միշտ գալիս եւ տեսնում ենք, որ հոծ բազմությունը, մեքենաների մեծ խցանումները կիլոմետրերի են հասնում։ Սա ինչի մասին է վկայում։ Չնայած որ մեր Ախոյանը, մեր մրցակիցը, մեր օպոնենտը շատ բացասական առումով հանճարեղ է, բայց ժողովուրդ ջան, պատմությունը նայեք եւ իմացեք, ինչքան ազդեցությունը մեծանա, այնքան զսպանակի նման մեծանալու է հակազդեցությունը։ Դրա առհավատության այս հոծ բազմությունն է, այս ժողովուրդն է, որ առանց որևէ կոչի, առանց որևէ չգիտեմ հրահանգի ամեն անգամ իզեն մարդկային առումով հավաքվում է սատարելու փոփոխությունների ալիքը իր հետևից բերող ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին։ Եվ մենք եթե անընդհատ մտածում ենք, թե մեր հակառակորդը քաղաքական, մեր օպոնենտը հասել է այդ բացասական ամենաներքևին նիշին, հաջորդ պահին մենք տեսնում ենք ոչ, էջնելու տեղ ունեն այս մարդիկ, էլի են նսեմացնելու այն ամեն ինչը, որ մենք հազարամյակներով կնոջ նկատմամբ, երեխաների նկատմամբ, ծնողների նկատմամբ, սերնդեսերունդ գենետիկորեն ստացել ենք եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ կանգ չեն առնում կներեք ծծկել երեխայի մորը ժամեր շարունակ հարցաքննության մեջ պահելով երեխային կերակրելու թույլտվություն ընդամենը ստացել են երեկոյան ժամը 11-ին։ Հասկանում եք դա ինչ է, բայց ամեն դեպքում մենք գիտենք հայ կինն է, որ առաջնորդել է, հայ կինն է, որ դրդել է հայ տղամարդուն սխրագործության ու հերոսության եւ ուրեմն փոփոխություններն անկասելի են։ Այս ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ ցանկացած միջոցի դեմ հակամիջոց, ցանկացած ազդեցության դեմ կա հակազդեցություն։ Սամվել Կարապետյան, ապագա վարչապետ, որ բերելու է փոփոխություններ, այս փոփոխություններն անկասելի են։